Սիրելիներս, հարև բոլորիդ, կցանկանայի եսօր ձեզ հետ կիսվեի, թե ինչ հրաշք տեղի ունեցավ այս քանի օրվա ընթացքում ու երեկ։ Ես երբ որ տեսանյութեր տեղադրեցի, որ այցելությունների համար մեզի գումար է հարկավոր, որպեսզի օրհնեն, դուք օրհնեք, իջականում մի հատ 18 տարեկան տղա 5000 ռուբլի է ուղարկել, որը կուզենայի ցեզի ցույց տայի։ Տեսեք, 18 տարեկան երեխա, տղա ինքը պատրաստ էր օգնելու, որ ծառայենք Աստծուն։ Ու երեք երբ որ տեսանյութ էի տեղադրել, ու հիմա ինքը արդեն մեր խմբակի մեջ է, փառք Աստծուն, որովհետև այն մարդիկ, որոնք ամբողջությամբ պատրաստ են սրբությամբ քայլելու, իրանք պետք է իմ կողքս եղնեն։ Ու գիտեք, այդ երեխան զանգեց ինձ ինչ սավ։ Սավ գիտեք, ես լսեցի, որ դուք կմտցնեք խմբակ այն մարդկանց, որոնք որ կուզեն սրբության մեջ քայլեն։ Գիտեք, ես ինչքան զարմացած էի, որ 18 տարեկան երեխան արդեն այդ վաղ հասակից կուզե սրբության մեջ քայլել։ Ու երբ որ ինքը սկսեց աղոթքներ անել, ես զարմացած մնացի, թե ինչքան հզոր կաղոտ է ու Տերը ինչ գերբնական կգործե։ Ոչ թե ինքը երեխա է, այլ ինքը հնազանդ հոգի է։ Աստծուն ամբողջությամբ պատրաստական հոգի է, որ պատրաստ է ծառայելու։ Փառք Տիրոջը, որ կան նման երեխեք, մարդիկ, որոնք որ պատրաստ են սրբությամբ ծառայել Աստծուն։ Երկրորդը, որ նորից Տերս կպատվիրի, որ ցեզի վկայեմ, երեք երբ որ ես շատ տխուր էի, մեր ընտանիքի համար, որի հոգսը տրել էր Աստված իմ մեջս, մեր խմբակի անդամներից էր, որոնց հետ ես կաշխատիմ ու ցեզի ասեմ, այդ մեր քուրը ամենաառաջի զոհաբերողն է ու մենակ ինքն որ հավատարիմ է դասանոշտի մեջ, անկեղծ կսեմ Աստծո առաջ։ Ինչ եղնի ինքը կզանգի ու կսես կփոխանցեմ, թոշակառու է ինքը։ Ու Աստված ինձ իսավ հոգս վերցրավ ու այնքան ծանրություն էր իջեին վրես, երեք ես սկսեի, ես հաց չեմ ուտել, ջուր չեմ խմել, մինչև այդ ընտանիքին փող չուղարկեմ։ Ու փառք Աստծուն։ Փառք Աստծուն, երեք ինչ հրաշք տեղ ունեցավ, որի մասին կուզեմ վկայեմ։ Վկայությունները շատ են, շատ։ Բայց ես կուզեմ, որ այսօր վկայեմ երեկվա հրաշքի մասին։ Ուրեմն, երբ որ ես շատ տխուր էի, ես սրտիս մկանները կցավային, թիկունքս կցավար, իժուք Աստված այն հոգսը, որ նոր ինքը կուզոր ես հոգամ տանիմ այն ծանրությունը, որ նոր այդ մարդիկ կսկան, ինք իմ վրես քիչը ծնե։ Ու Աստված ինձ ցույց կտար, ոչ մենակ աղոթքներով է պետք օգնել այդ ընտանիքին, այլ պետք է օգնել նաև ֆինանսով։ Ու ես սկսեի գոնե 50,000 դրամ եղնի, որ կրնանամ օգնեմ, մեջս կար 50,000 դրամ։ Ինչի համար, որովհետև աղջկա կողմը չեն, իրանք տղի կողմն են ու դի օգնեցվի այդ ընտանիքին։ Կսեմ Տերս այն ժամանակ, երբ որ իմ մամաս մահացավ, այսինքն մոտ 2 ամիս առաջ, ես ոչ մի բանից խաբար չեմ եղել։ Իմ երկու աղբերներ սեներ է։ Ամեն ինչը, աղբերս մեծ աղբերս եկավ Ֆրանսիայից, ստեղի աղբերս, երկու աղբերներ սեներ է։ Ես ոչ մի բանից խաբար չեմ եղել։ Բայց այսօր իր երկու տղեկի վրա է ծանրությունը, ու Աստված ինձ ցույց կտար, պետք է օգնենք, որովհետև շատ գումարային հարցեր կա։ Ու ես ծում վերցրեցի Տիրոջով,
սի հաց չեմ ուտել, ջուր չեմ խմել, տես ջան, այնքան ժամանակ ինչև փոխանցում չենեմ ես այսօր, հենց այսօր դի փոխանցում եմ այդ ընտանիքին։ Ու գիտեք, մեր ժամը մեր անց է երևի ծոմիցս տերը սափած կեր, ես քո աղոթքը դաշտեն լսել եմ։ Հաց կեր, նորմալ նստծրավ ընձի կեր ծրավ, սի կեր, նի կեր, ամեն ինչը կուզոր ես միշտ ուդեմ, սոված վապշե չի թողնոր տերս մնամ, հենց ծոմ կվերսնեմ, ինքը միան կամից իմ աղոթքս կլսի ու կսե հացըտ կեր աշտեն, են ծնողների պես, որ չեմ ուզոր դու սոված մնաս, ես քեզի կլսեմ, ու այդ ժամանակ ես հացը կերա, ուրախացա ու հանգիստ քնա, ու գիտեք իմ մեջս ըմպես գերբնական հանգստություն եկավ, ու ես գիտեմ, որ տերս իմ աղոթքս լսել է, Փարքեզ Տեր ջան, Փարքեզի Հիսուս ջան, ու ցերեգը հոգնած էի, քնա, մեկի աչքերս բացեցի, որ մի հատ աղբեր գրել է, ես լսեցի ձեր տեսանյութը ու պատրաստ եմ օգնելու, ձեր անունը ազգանունը գրեք, այդ աղբերը Գերմանիայից է, անունները չեմ սեում ինչ կուտամ, ինչ կենեմ, պարզապես ես փոխանցումներից էսի տեղյակ կպայեմ, որովհետև տերը սկսոր կիսվիմ այն վկայություններով, ինչ որ ինքը կենե, այնողը ես չեմ, տերն է, երեխեք ջան, այնողը տերն է, ամեն ինչ, ամեն բարի բան Տիրոջից է, այնողը տերն է։ Ու այդ ժամանակ Էպանը, սեց գիտես քուր շատ չեմ կնախրգեմ կխրգեմ 150 եվրո, ինչքան որ ես կուզենայի խրգեի բամե ավել, քուր կսա, բայց 50 եվրոն քեզի կվերցնես, 100-ը կխրգես իրանց, սի աղբեր չան, սիսկան ժամանակ, ես ընցնով ոչինչ չեմ վերցրել, գումարն որ կուղարգես տիրոջինն է, ու տերը ինչ որ կսե, այդպես պտի ծախսեմ, ու տերս ընձիսավ 150 եվրոն էլ, իրանց կուղարգես, իրանց ավելի շատ է պետք էդ գումարը, ես աղբորս էծի որ ես պտի ուղարգեմ 150 եվրոն էդ ընտանիքին, գեղնի ես իրանց տվյալները մեկից տամ, դու իրանց ուղարգես, հբը չէ քուր, ինքը Գերմանիայից ավ փոխանցում չենք կրնային, քեզի կուղարգեմ դու իժան ուղարգե, ու ես ինքան եմ ուրախացե, կցնձամ, վայ տեր ջան, ինչ որ ընձի են խրգե այդ գումարը, տարբերություն չկա, այդ փոխոսը սկսով տկարանա ու ես չեմ տկարանա, իրոք այդ նախադասության մեջ էի, դուրս է եկե ու ով կկայտակվի ու սիրտս չուրախացնի, չեք սե կամ մյուսը կսե, եթե մի մարմնի անդամ փառավորվի, մյուսներն եք ուրախանան, հմի ինչ որ իմ անտանեիցս մեկը փառավորվել է, աշկերս բուժվել է, ինչքան ուրախանամ, որ այդ ընտանիքի մեջից ինչ որ չափով մենք կրնանք օգնենք այդ տխրությունը վերցնենք մեծ գումար չէ, բայց փառք Աստծուն, Աստված ինչքան որ իմ սերդիս մեջ դրել էր, դից ավելիով կեղներ գումարը։ Ու զանգեցի, պատմեցի, ասեցի տերը ցեզի փոխանցում էր փառք Աստծուն ու պատմեցի, ասեցի 50 եվրոն էլ ընձեր խրգե, բայց տերս ցեզի կպատվի որ խրգեմ, իջատղեն էլ մեր քրոջ թե Աննա ջան, չէ, 50 եվրոն վերցրա չի ասեցի, դիք ցեզի է տերը խրգե, հաշվեք որ դիգե իմ կողմիցս ես կուտամ ցեզի, ուսի հանգիստ տեղի, տերը որ պետք եղնեցի միշտ է դուր կպացե ու կուտա։ Մեկ է հասատուն տղիս պիտի բերեի տուն էլի ծնունդ էր գնացի, կիսրոջս հետ գնացինք որ բերեինք, կիսրոջս է պատմեցի, սեցի գիտես մասեցի, մեկը փող է ղրգե, կսե 50 եվրոն քեզի վերցրու, բայց տերս թույլ չի տա էլի, կսեմ, չէ որ իմ աղբերները սերեցին, իմ վրես ես վաբշե խաբար չեմ եղել, մամայիս ծախսերից, վաբշե հիչ մի բան չեմ եղել, շատ աննշան բան, կսեմ, բայց ես մեր աղբերների վրա է, երկու աղբերների վրա է հոգսը, ես պիտի ղրգեմ իրանց, կիսուրս սավ թե հա Աննա ջան ճիշտ կենես, շատ ճիշտ կենես, ինքներ է հապատայցյալ կիսուրս։ Մեկ է եկա տուն տեսա մեր աղբերը նորից ենցի կրե, թե բան ունեմ քեզ սելուքուր։ Մեկ է զանգեցի, սի ինչ է եղել, աղբեր ջան, սավ գիտես ես 200 եվրո եմ խրգել, որ 50 եվրոն էլի քեզի մնա։
Վայքսեմ տեսան դվիչկան հավադարի մեզ, քորեխեկի դեսետ մասին կվգայի կիսրոչլեսի, եթե աստված պետք ենենցի կուղարգի աստու համար փակտուր չկա։ Աղբորներն մինսեցի աստված որ պետք եղեն, նձի կուղարգի ու այդ աղբերն որ չսավսի այս անգամ հաստատ 50 եվրոն կվերցնեմ նձի, որովհետև տերս գիտեր որ ես էլ էի այդ պահին կարիքի մեջ, բայց իմ կարիքս այդքան կարևոր չէր։ Մի խոսքով երեխեք ջան շատ վկայելու բաներ կա, բայց այս մասին կուզենայի որ վկայի բոլորը դիմանայիք, այդ 200 եվրոն է ցեզի ցույց տամ։ Տեսնեք կստեղ։ Երկար եվրո, կարևոր չէ ով է ուղարկե, կուզեմ սեմ որ փառք Աստծուն, որ Աստված միշտ կլսե իմ աղոթքներս, ու գիտեք ինչի կլսե երեխեք ջան, որն է բանալին, որովհետև Ինձ Աստված ինչ խոր կսե ես է միշտ դպես կենեմ։ Թող Տերս փառավորվի մեր բոլորիս կյանքերում։ Հիմի ես կպատրաստվեմ մի հատ աղբոր հեռախոս անեմ, որը կապրի Հայաստան, բայց կնոպշնի հեռախոս ունի։ Ու այդ աղբերը ես իրան չեմ ճանչծե, ինքնձի համար ծում է վերցրել։ Իմ կողքս կանգնած է ամեն հարցով ես իրան չեմ ճանչծե, այս վերջերս նոր զանգի խոսացել է ու հիմի ինքն էլ է մեր կողքը կանգնած, բայց չունի հեռախոս։ Տերս պատվիրել է որ իրան հեռախոսի գումար ուղարկեմ, էլի 50,000 դրամ, ու ինչ կան որ Տերը կպատվիրե ես այդքան կենեմ ավելիով, եթե ու մեկ է մի հատ քրոջ պիտի այցելեմ, որը հիվանդ ու մենակ է, հիմի այդ երկուսն են առաջիկայում կսպասեմ տիրոջը, որ պիտի ուղարկեմ։ Փառք Աստծուն այս ամեն ինչի համար։ 5000 ռուբլին որ ուղարկեց այդ երեխեն, դիգեսեմ վկայեմ ինչի համար Տերը օգտագործել տվեց ինձի։ Մի հատ երեխա հեռախոսի գործ կուզերեներ, գումարից կպակսեր Ինձի սավ ծնողազուրկ երեխա, սավ այս հեռախոսը կուտամ 20,000 դրամ դուր, տվեցի, հանեցի, սեցի, աստված սավ դուր, այս հեռախոսը կուտամ քեզի դու 20,000 դրամ դուր, տվեցի, սավ մի հեռախոսը արնիմ ծախեմ, հետ կուտամ, հասեցի, լավ, հետո աստված սավ որ այդ փողը հետ չես վերցնե։ Երեխեք ջան, օգնել եմ ծնողազուրկ երեխի, որը կուզե իր մամայի կողքը կանգնի։ Մեկ է երկու շաբթի այս գումարը կստանամ ու կօրհնեմ այն ընտանիքին, որոնք մեր հավատագիցներն են, մեր օգնության կարիքն ունին։ Իսկ հիմի Այն փոխանցումները մեր խմբակի անդամներից բոլորն էլ պատրաստ եղան փոխանցումներ ենելու, այդ փոխանցումները կհավաքեմ, նորից կտեղեկացնեմ, ինչ կանե հավաքվե ու կօգնենք մեր աղբորը հեռախոս ունենա, ես վկայություն եմ լսել, որ Հիսուսը կսե անպայման, ով ինչի կարիքոր ունի, որ չի կրնա տիրոջը ծառայե, դուք օգնեք, կոշիկ չունի, կոշիկ առեք տվեք, հեռախոս չունի, հեռախոս առեք տվեք, տրանսպորտի փող չունի, տվեք։ Հիմի այդ աղբերը բացապ չունի, որ մեզ այդ ծառայություններին մասնակցի։ Պետք է օգնենք իրան հեռախոս առնենք, այն մեր քուրը, որը մենակ կապրի, ծեր կինը 3 ընձի կսե գիտես Աննա քուր, ես քիչ կրնամ ուղարկեմ փող, բայց կրնամ։ Ինքն էր պատրաստ որ օգներ ու փառք Աստծուն ըլը մեր խմբագից որևէ մեկը փոխանցում չի երե կամ էլ կրնա տեղյակ չեմ քարտից փոխանցել են թե չեք չեմ ղրկե ամեն դեպքում օգնեք շարունակեք օգնեք ձեր զոհաբերությունների մասին դի պատմեմ վկայեմ հոգիս կցնծա ուրախանա երեք ուրախությունից չէի կրնա քնեի փառք Աստծուն որ դուք կաք Փառք Աստծուն որ դուք իմ կողքից եք ու փառք Աստծուն որ
Կոգնեք որ տիրոջ տաճարը սարքենք, սիրեմ բոլորից շատ եւ փոխանցում կատարողներին եւ չկատարողներին, Տերս օրհնե բոլորին, կօրհնեմ այդ զոհաբերությունները ուղարկողներին, թող իրանք բոլոր կարիքները լցվի լիությունով, իրանց կողովը, իրանց տաշտը, որ միշտ պատրաստ եղնենք Աստծո դաշտի մեջ ցանելու ու հազարապատիկը հնձելու։ Եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով։ Հեռախոսահամարս տակը կգրեմ, մի պատրաստվենք կառնենք հեռախոս մեր աղբորը եւ մեր քրոջը այցելեմ ու ցեզի պարտադիր պիտի ներկայացնեմ։ Ու չսեք թե օշկենես միսա, ես չեմ ենողը։ Դիք ես չեմ ենող։ Այդ ենողը դուք եք, պարզապես քան որ եսօր շատ եկեղեցիներում տասանոշն ու զոհաբերությունները կգողնան ու չիդեն ինչ կեղմսվի, ես ինքը շատ վկայություններ եմ լսել այս մասին, որ հովիվները իրանց կառնին մեքենաներ, սամալյոտներ ունեն ինքնաթիռ, այսինքն հայերեն, ամեն ինչ ունեն, իսկ իրանց կոպեկներ հաշված մարդիկ հացի փողերը կտանեն կզոհաբերեն, որ իրանք հարցնան, ես այդ վկայություններ եմ լսել։ Ես կուզենամ, որ մեր աշտարությունը քաղթե եկեղեցին, որի անվանումը Աստված է դրել, ուսել է, այս եկեղեցու պես սուրբ ու մաքուր եկեղեցի պիտի չեղնի, այս եկեղեցում մեր զոհաբերությունները եղնին բաց ու թափանցիկ։ Գինեմ պես իշխոր Տերը կսե։ Ես նորից կսեմ, իմ երազներս ես չեմ պատմել։ Ես կպատմեմ ձեր զոհաբերությունների մասին, որովհետեւ դուք գիտենաք, որ ձեր եկած զոհաբերությունները ուր կեշտան, որ իրոք ծառային Տիրոջ փառքի համար, որ ես առանց Աստծո թույլատրության որևէ մեկին, որևէ բան չեմ օրհնել ու ձեր ղրկացնեք ցանեմ Տիրոջ դաշտի մեջ։ Հասկացաք երեխեք ջան, մեր աղբերը կսե ինչ կուզես երա քուրճան ես բողքալ ես կան ժամանակ երբեք։ Նույնիսկ իմ փողերս ինչ չեմ ուզեցել երել։ Ես միշտ կենեմ պես իշխոր Տերս կպատվիրե, որովհետև այդ գումարը Տիրոջինն է։ Սկանը ինչ որ կուզենայի ցեզի հետ իմ ուրախությունով սկսվեի։ Թող փառավորվի Տերս հավիտյան։ Եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով ու փառք Աստծուն եսօրվա հիանալի օրվա համար։ Ձեր զոհաբերությունները պիտի ծառայեն Աստծո փառքի պես ու տաճարի շինման համար։ Հեռախոսահամարս գրեք +374 98 95 0071։ Եղեք օրհնված սիրելիներ։ Տեսանյութի տակ եւս կտեղադրեմ մեկնությունները կփակեմ, որովհետև չեմ հասցնել, պարզապես ինքան ծանրաբեռնված կաշխատիմ չեմ հասցնել մեկնություններին պատասխանեմ։ Իսկ ովքեր որ հարցեր ունեն կամ կուզեն փոխանցումներ ունեն, հեռախոսից կզանգեք, պայմանավորվենք կենեք։ Իսկ ովքեր որ կուզեն սուրբ կյանքով ապրին ու պատրաստ են ամեն ինչ թողնին ու Աստծո հետևից էշտան, սիրով կսպասենք մեր աշտարությունը քաղթե եկեղեցում։ Լավ մնացեք։